Ինչի՞ չի կարելի ուղղակի վերցնել ու սկսել Ծիրանը արտահանել ոչ թե Մոսկվա, այլ Փարիզ։ Եկեք հասկանանք։ Շուկան փոխելը դա արկղի վրայի հասցեն փոխելը չի։ Արտահանումը դեպի Եվրոմիություն տեղափոխելու համար պետք է կոտրել առնվազն 3 պատ։ Առաջինը լոգիստիկան։ Ռուսաստան մեր Ծիրանը գնում էր փորձված ճանապարհներով։ Մեքենաները, ուղիները, պահեստները ամեն ինչ կարգավորված էր տասնամյակներով։ Դեպի Եվրոպա նման ճանապարհներ ուղղակի չկան։ Հայաստանից դեպի ամենամոտ եվրոպական երկիր պետք է անցնել մոտ 1500 կիլոմետր ճանապարհ։ Ծիրանը ապրում է մի քանի օր, մինչև այն հասնի տեղ, կեսը ճանապարհին կփչանա։ Երկրորդ պատը ստանդարտներն են։ Ռուսաստանն ընդունում էր մեր Ծիրանը նենց ոնց որ կա։ Եվրոպան այդպես չի աշխատում։ Այնտեղ կանոնները բավականին կոշտ են, ոնց է աճացվել, ինչով է մշակվել, ոնց է պատետավորված եղել այդ ապրանքը եւ այդ ամենը դու պետք է պատրաստ լինես հիմնավորել։ Սա ուղղակի կապրիզ չի, այլ իրենց շուկայի պաշտպանությունն է, ու դրանց համապատասխանելու համար յուղացին պետք է կտրուկ փոխի իր աշխատելավոճը։ Սերտիֆիկատները, լաբորատորիաները, փաստաթղթերը, այդ ամենը կարա տևի տարիներ։ Եվ երրորդը ցավոք սրտի Լուկաշենկոն մի քիչ, բայց ճիշտ է։ Մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում։ Եվրոպական շուկան վաղուց բաժանված է։ Այնտեղ Ծիրանը արդեն ծախում են իսպանացիները, իտալացիները, թուրքերը, հույները։ Իրենց լոգիստիկան էժան է, նրանք արդեն ունեն պայմանագրեր ցանցերի հետ եւ ի վերջո իրենց ճանաչում են։ Իսկ մենք գալիս ենք վերջինը ու ավելի թանկ ապրանքով։ Ու պետք է բացատրենք, թե ինչի պետք է ինչ-որ մեկը թողնի փորձված մատակարարին ու ընտրի մեզ։ Այս օրենքը աշխատում է ցանկացած գործում։ Միակ հաճախորդից գնալը շուկան կամ անգամ բնակչության երկիրը փոխելը միշտ ավելի երկար ու թանկ է նստում, քան թվում է։ Դու զրոյից սարքում ես 3 բան՝ ճանապարհ դեպի հաճախորդ, իր պահանջներին համապատասխանելը եւ վստահություն ձեռք բերելը, որը դու դեռ չունես։ Դիվերսիֆիկացիան սարքում են կուշտ փորով։ Այնպես որ ալտերնատիվ ճանապարհը պետք է սարքել այն ժամանակ, երբ հիմնականը դեռ աշխատում է ու դու չունես սպառման ու գումարի խնդիր, այլ ոչ թե այն ժամանակ, երբ հարևանը փակում է դուռը ու քո պոտենցիալ ռիսկը դառնում է իրական։ Ով սպասում է հարվածի, որ սկսի ման գալ այլընտրանք, միշտ ուշանում է։ Բաժանորդագրվի իմեջին, որ բաց չթողնես նոր վիդեոներ։